Հարցերը հարց համար 14 Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի համար 181 նորորոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը զեկուցող կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան։ Համեցեք Տիկին Անդրեասյան։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ։ Ներկայացվող նախագիծը հանրակրթության ոլորտի բարեփոխումների շրջանակներում առաջարկվող կարգավորում է եւ մասնավորապես գիտեք, որ հանրակրթության ոլորտի բարեփոխումների շարքում առանձնահատուկ կարեւորություն ունի կառավարման բարեփոխումը, որի շրջանակներում դպրոցի բովանդակային կառավարումը տարանջատվել է վարչատնտեսական կառավարումից եւ տնօրենների համար սահմանվել են բովանդակային նոր պահանջներ։ Ներդրվել է տնօրենների նշանակման եռափուլ համակարգ, որի շրջանակներում հավակնորդները անցնում են հավաստագրման գործընթացով, այնուհետև ներկայացնում են զարգացման ծրագիր կոնկրետ հաստատության համար, որտեղ որ ցանկություն ունեն տնօրեն աշխատել։ Զարգացման ծրագիրը անցնում է անկախ փորձաքննություն մրցույթով ընտրված կազմակերպության կողմից եւ վերջին փուլում հավակնորդը մասնակցում է հարցազրույցի, նախարարության եւ լիազոր մարմինների համատեղ հանձնաժողովում։ Պետք է նշել, որ 23 թվականից մեկնարկած այս գործընթացը ի հայտ է բերել բազմաթիվ խնդիրներ դաշտում։ Մասնավորապես այս պահին արդեն 437 դպրոցներ կամ մեր պետական դպրոցների շուրջ 32% անցել են կառավարման նոր ձևաչափի, որոնցից տնօրեններ են նշանակվել 138 դպրոցներում։ Զարգացման ծրագրերի փորձաքննության գործընթացը դրական հաղթահարում է հավակնորդների շուրջ 13%-ը։ Հարցազրույցի փուլը դրական է հաղթահարում նախորդ փուլը դրական հաղթահարածների շուրջ 38%-ը, ինչը վկայում է ոլորտում կարողությունների զարգացման լուրջ խնդիրների մասին։ Հաշվի առնելով այս հանգամանքը նախորդ տարեվերջին հանրակրթության մասին օրենքում իրականացվեցին փոփոխություններ, որոնք հնարավորություն են տալիս տնօրեն գործուղել այն հաստատություններ, որոնք տևական ժամանակ տնօրեն չեն ունենում հավակնորդների բացակայության կամ դրական արդյունք չունենալու պարագայում։ Գործուղման կարգն արդեն ներկայացված է հանրային քննարկման։ Միաժամանակ վերլուծվել են նշանակման ընթացիկ կարգերի լավարկման հնարավորությունները եւ ներկայացված նախագիծը նպատակ ունի առավել արդյունավետ կարգավորումներ սահմանել, մասնավորապես զարգացման ծրագրերի փորձաքննության եւ տնօրենների նշանակման գործընթացում, հիմնվելով այս ընթացքում արձանագրված որոշակի խնդիրների վրա։ Մասնավորապես մի քանի մեխանիզմներ ենք առաջարկում։ Առաջարկվող կարգավորումներից մեկով փորձաքննության ընթացքում զարգացման ծրագրի վերաբերյալ տվյալների փոխանցման, արտահոսքի, շահերի բախման, համագործակցության կասկածի կամ նման այլ դեպքերում ծրագիրը փորձաքննող կազմակերպության հետ կնքված պայմանագիրը կարող է լուծվել։ Ըստ նախագծի զարգացման ծրագրի դրական եզրակացություն ունեցող հավակնորդը երկու անգամ հարցազրույցի փուլը չհաղթահարելու դեպքում պետք է կրկին զարգացման ծրագիր ներկայացնի, եթե հանձնաժողովը բացասական է գնահատել զարգացման ծրագրի որևէ բաղադրիչ։ Պարզաբանեմ, որ երբեմն պարզ է դառնում հարցազրույցի ընթացքում, որ հավակնորդը առնվազն չի հանդիսանում զարգացման ծրագրի հեղինակը եւ այս պարագաներում կունենանք արդյունավետ արձագանքելու եղանակներ։ Հաջորդ կարգավորումը այն է, որ նախագծով հավակնորդին տնօրենի պաշտոնում նշանակվելու հնարավորություն է ընձեռվում փորձաշրջանով հանձնաժողովի անդամների 4 դրական եզրակացության դեպքում։ Այս պարագայում մենք կունենանք հնարավորություն այն հավակնորդներին, որոնք հեռանկարային են կամ բավարար պատկերացում են ներկայացնում հաստատության զարգացման վերաբերյալ, սակայն օրինակ չունեն կառավարման մեծ փորձառություն, փորձաշրջանի հնարավորությամբ աշխատելու պայմաններ ստեղծել եւ փորձաշրջանի արդյունքով որոշել նրանց հետագա պաշտոնավարումը։ Այս պարագայում, եթե փորձաշրջանով կներգրավվի որևէ մեկը, պետք է նշանակվի փորձաշրջանի ղեկավար, մենթոր դպրոցների ցանկում ընդգրկված փորձառու տնօրեններից մեկի կողմից եւ այնուհետեւ փորձաշրջանի հաղթահարման ընթացակարգերն են սահմանված, բնականաբար դրական եզրակացության բացակայության դեպքում պաշտոնավարումը չի շարունակվի։ Նախագծով առաջարկում է նաև այս գործընթացի թվայնացումը եւ համապատասխան կարգավորումները նույնպես տեղ են գտել որոշման նախագծում։ Կարգավորվել են նաև մի շարք ընթացիկ տեխնիկական հարցեր։ Գտնում ենք, որ ներկայացված նախագիծը կօգնի էապես լավարկել առկա գործընթացը, խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն։ Տիկին Անդրեասյան, ես ճիշտ հասկացա ձեզ, որ մենք տնօրենի թափուր տեղ ունեցող
դպրոցներից միայն 30%-ում ենք մինչև այս պահ կարողացել նշանակել տնօրեն, որովհետև վիճակագրությունը, եթե ես ճիշտ է, 437-ից 138 դպրոցներում, գալիս է մոտավորապես 30%։ Հաջորդը, ես ճիշտ հասկացած ես, որ 100 տեխնացուից 13-ն է հաղթահարում ծրագրի պաշտպանության, դպրոցի զարգացման ծրագրի պաշտպանության փուլը։ Այո։ Ես ճիշտ հասկացած ես, որ եթե շարունակենք այդ նույն տրամաբանությամբ, այդ 13 հոգուց ըստ էության 5-ն է, որ հաջորդ փուլում կամ նույնիսկ ավելի քիչն է, որ հաջորդ փուլում արդեն ռեալ հավակնում է նշանակվում է տնօրեն չափանիշներին համապատասխանելու բերումով։ Հիմա ստացվում է, որ 100 հավակնորդից 5 հոգին է, որ մեր ստանդարտին համապատասխանում է։ Այո, պարոն վարչապետ։ Հիմա տեսեք, դուք ձեր խոսքի մեջ ասացիք ոլորտում կարողությունների զարգացման անհրաժեշտության մասին։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ի վերջո անենք քաղաքական արձանագրում եւ մեր փորձի վրա հիմնվելով, որ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ բոլոր ոլորտներում կա կադրային ճգնաժամ։ Բոլոր ոլորտներում։ Եվ այս արձանագրումը մենք ինչի չենք անում, ես լավ չեմ հասկանում։ Հիմա հերթով գալիս ենք տարբեր ոլորտներ, մենք նեղացնում ենք ուսուցիչներին, այս մեր խոսույթով, մենք նեղացնում ենք տնօրենների հավակնորդներին, մենք նեղացնում ենք քննիչներին, մենք նեղացնում ենք դատախազներին, մենք նեղացնում ենք համայնքային աշխատողներին, մենք նեղացնում ենք ավագանու անդամներին, մենք նեղացնում ենք ինքներս մեզ, ասելով, որ չենք կարող կառավարել ունենց, ոնց որ պետքա կառավարել։ Երեք երբ որ ես հերթական հանդիպումն էի ունենում քաղաքացիների փոքր խմբի հետ, իրական Հայաստանի գաղափարախոսությունը քննարկելու համար, մի քննարկման ընթացքում մի այսպիսի միտք հարցադրում, որը կարող է իրականում սադրիչ թվա, ծագեց։ Ես հարց տվեցի, ասի սիրելի ներկաներ, քաղաքացիներ էին, ասի մենք կարող ենք ձեր տպավորությամբ ասել, որ Հայաստանում ավտոմեքենա վարող անձանց, վարորդական իրավունք ունեցող անձանց 70%-ը իրականում չունի մեր ստանդարտներին համապատասխանող անհմտությունները, որոնք անհրաժեշտ են ավտոմեքենա վարելու համար։ Բոլորը միանգամից ռեակցիա տվին, ասի 95%-ը։ Ասի ես չի ուզում տենց ասեի։ Ես չի ուզում տենց ասեի, մտածելով, որ տենց էլի հերթական անգամ տենց շատ սուր ձևակերպում կանեմ, անհարկի սուր։ Շատ լավ ասում եք 95%-ը եւ ասի դահլիճում ներառյալ մարդ կա, որ պատշաճ ձևով քննություն է հանձնել, չարչարվելով եւ վարորդական իրավունք հաստատել։ Կանայք կային 2-3, որ այս վերջերս են սկսել process-ի մեջ մտնել եւ լավ ծանոթ չունեն ըստ ամենայնի, ասին հա մենք կտրվել ենք, չարչարվում ենք։ Ես ուրիշ բան ասացի, եթե մեր վարորդների ընդ որում մնացածով խոստովանեցինք ներառյալ ես, որ այդ վարորդական իրավունքը բան եմ ես ինքս իմ օրինակը բերեցի, ես բնականաբար կաշառք չեմ տվել, ես այն ժամանակ երբ որ ստանում էի, հայտնի լրագրող էի, ես որ ծնկաչող աղաչե էլ, ինձ չէին թողի, որ ես քննություն տամ։ Ես հələ բանին այդ տարածքին մի 300 մետրի վրա բերին իմ բանը տվին, ասին գնա ստեղից, շուտ հնարավորինս շուտ ստեղից գնա, գործ չունես մեզ հետ։ Ես ուրիշ հարց տվի, ասի, լավ, եթե վարորդների 95%-ը այս տրամաբանության մեջ է, իսկ կարող է մենք ենթադրություն անենք, որ Հայաստանում աշխատող օրինակ սանտեխնիկների 70%-ը չի համապատասխանում այն ստանդարտներին, որը անհրաժեշտ է սանտեխնիկ աշխատելու համար։ Լսարանը ռեակցիա տվեց, ասեց 80%, 85% ու մարդիկ բոլորը պատրաստ էին պատմել, թե ինչ տեղի ունեցավ այն ժամանակ,
Երբ որ իրեն ծորակը փչացել էր եւ իրենք սանտեխնիկ հրավիրեցին, որպեսզի այդ ծորակը կառուցվի։ Ու սենց մենք տրամաբանությունը, եթե հիմա հաջորդ կարող ենք գալ ասել, կարող ենք նույնը ասել դերձակների մասին։ Կարող ենք նույնը ասել, ասենք օրինակ կաֆել խփողների մասին։ Կարող ենք ասել։ Եվ ես եկա հասա հետևյալ տրամաբանությամբ։ Իսկ եթե նույնը կարող ենք ասել վարորդի, սանտեխնիկի, կառավարիչի, այնտեղ ուսուցիչներ կային, ասցին ուսուցիչների, ասի ես հատուկ չէի ասում, որովհետև ես մտածում եմ, որ այնուամենայնիվ մասնագիտություններ կան, որոնց մասին պետքա շատ զգուշ խոսալ, իրանք ասին, չէ, այդ դեպքում էլ կա։ Ես շարունակեցի միտքը։ Ասի, իսկ հարգելի գործընկերներ, եթե վարորդները, սանտեխնիկները, կաֆել խփողները, մետլախփողները, դերձակները, ուսուցիչները, բոլորի մասին կարանք այդ ասենք, իսկ ինչի չենք կարող ասենք երկրի կառավարիչների մասին։ Ինչի չենք կարող ասել քաղաքական գործիչների մասին։ Որովհետև եթե դա է կանոնը, դա կանոն է բոլորի համար։ Իսկ ինչ պարտադիր է, որ դու մեքենա վարել իմանաս, որ դու մեքենա վարես։ Որովհետև մեքենա վարելը նույնն է մեքենան A կետից B կետի տեղափոխելու հետ։ Բացարձակապես նույն բանն է։ Իսկ ինչ կա, մեքենա վարելը սրանք լրիվ գժվել են։ Մեքենա վարելու մեջ բարդություն կա, որտեղ դնում ես գազին, հիմա էլ կան բարդ չի, մի ժամանակ էր որ պերվի կար, վտարոյի կար, տրեցի կար, հիմա չկա ոչի բան։ Դնում ես դեի վրա ու գազ ես տալիս, ինչքան գնացիր։ Քանի հոգի ճամփին ինչ կլինի էական չի, բայց մենք պետք է հասկանանք, որ սա, ընենք չի, մենք գնում ենք ասում ենք, վայ վարորդական իրավունքների այս համակարգի դեմ կռիվ տանք պայքարենք, հա շատ լավ կռիվ տանք պայքարենք, հետո բանի, հետո ուսումնարանում, հետո դպրոցում, հետո կաֆել խփող, հետո այն մեկը, չէ ժողովուրդ ջան, եկեք ի վերջո խոստովանենք, որ ամենտեղ եւ ամենուր այդ նույն վիճակն է, ներառյալ կառավարման համակարգում։ Իսկ եթե կարելի է նույն կերպ մեքենա քշել, ինչի չի կարելի նույն կերպ լինել հազար ներողություն, չեմ ուզում, ինչի չի կարելի նույն կերպ լինել կառավարության անդամ, ինչի չի կարելի։ Ով ասե որ չի կարելի։ Ինչի չի կարելի նույն կերպ լինել բանի պետական պաշտոնյա։ Ինչի չի կարելի նույն կերպ լինել քննիչ, ինչի նույն կերպ չի կարելի լինել դատավոր, ինչի նույն կերպ չի կարելի լինել դատախազ, ինչի նույն կերպ չի կարելի լինել օպեր լիազոր։ Ցանկացած բան, ինչի նույն կերպ չի կարելի, ով կարա բացատրի ինչի, եթե կարելի է վարորդ լինել, չիմանալով մեքենա քշել, ինչի չի կարելի լինել կառավարիչ չիմանալով կառավարել, ինչի, եթե դա հանրության մեջ կոնսենսուս է, որ կարելի է տենց, ինչ տարբերություն, ինչ մեքենա ես վարում։ Եվ մենք պետք է խոստովանենք 7 տարվա մեջ ով վերակենում առավոտից իրիկու ասում եմ, այս կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում։ Հա, կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում կադրային ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է, հարգելի գործընկերներ։ Իսկ գիտեք ինչի է ճգնաժամ։ Որովհետև մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 եւ ավել տոկոսում մանկապարտեզ չկա։ Երբ որ դպրոցների 70 եւ ավել տոկոսը կիսաավերված է ֆիզիկական եւ բովանդակային առումով, չի կարող այդտեղ չլինել կադրային սով։ Կան երկրում լավ կադրել, նենց հիմա կասեն, ինչ չորացել է մեր երկրի արգանդը չորացել է, չէ, չի չորացել, ժողովուրդ ջան։ Կան լավ կադրեր, այո, կան լավ կադրեր։ Փոքր խումբ, որոնք 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 միլիոն դրամով աշխատում են Հայաստանից դուրս։ Եվ չեն էլ գա աշխատեն կառավարությունում, հələ մի բան չի, 400-500 հազար դրամ ստանան, ամեն ստացած կոպեկի հետ էլ անեծքը հետը տանեն տուն։ Էլի բանը, պարքևավճարը, մեր բաները տարան, պարքևավճարը վճարեցին։ Եվ ինչի պետք է, սա շատ լավ տեսարան է, շատ լավ, բայց սա ուրիշների մասին չի, ժողովուրդ ջան, սա մեր մասին է։ Հերիքա այդ բանը, այդ սրբազանացման բանից պետքա դուրս գանք։
Մենք մեզ այս սրբազանացնելու տրամաբանությունից, սա մեր դեմքն է, սա մեր պատկերն է։ Նույնն է մեզ հետ կլինի, եթե մի հատ sense test է մենք անցնենք, նույնն է մեզ հետ արնելու։ Խնդրում եմ հանկարծ եկեք բան չանենք։ Ինքներս մեզ չխաբենք։ Նույնն էլ մեզ հետ արնելու։ Նույնն էլ մեզնից առաջների հետ է լինելու, անեն չլինի, էլի։ Նույնն էլ նրանցից առաջների հետ է լինելու։ Որովհետև մենք մեքենա քշել չգիտենք, Ժողովուրդ ջան, որովհետև մենք վարորդական իրավունք ստացել ենք նենց, ոնց որ ստացել ենք։ Մնացած ամեն ինչն էլ ենք ստացել, կան բացառություններ, իհարկե կան բացառություններ, բայց բացառությունը ընդհանրապես հաստատում է օրինաչափությունը։ Եվ եթե մենք այս պարզությամբ եւ այս ուղղությամբ եւ այս ազնվությամբ հարցերին չնայենք, մենք շանս չունենք ընդհանրապես։ Որևէ շանս չունենք։ Մարդը ինձ ես կխելագարվեմ ուղղակի։ Մարդը ինձ նամակ է գրում։ Մարդիկ ասում են, ոնց ասում են, բայց ինձ աշխատանք չես տալիս, պարոն վարչապետ։ Ասում ենք, նայում եմ այդ տեքստը իմ գրած 4 նախադասություն է, մեջը 17 հատ ուղղագրական սխալ կա։ Ես վերջերս մեկին չդիմացա, պատասխանեցի, ասացի հարգելիս, բայց ասենք գոնե նամակ գրելիս մի հատ տեքստիդ նայ էլի, մի հատ դու չես համարում, որ դու քո կրթությամբ մի հատ պետքա զբաղվես։ Ջղայնացած նամակ հետ գրեց, ասեց չհասկացա, դու մտածում ես ես կրթություն չունեմ։ Այ որ իմանաս, որ տեն չի, կծում եմ դիպլոմս, եւ այդ տեքստի մեջ եւս 17 հատ ուղղագրական սխալով։ Չմտածեք չափազանցնում եմ, եթե ով ուզի կտանեմ ցույց կտամ բանը, իմ բանի նամակների ցանկում այդ նամակը ցույց կտամ։ Բայց սա ուրիշի մասին չի, եթե մենք այս ասելով նկատի ունենանք ուրիշներին, մենք խնդրեմ կունենանք, սա մեր մասին է, որովհետև առավել եւս եթե մենք ուրիշներին նկատի ունենանք, այս ամեն ինչը մարդիկ կընկալեն որպես վիրավորանք։ Բայց սա մեր մասին է։ Եվ այն խնդիրները, որ մենք ունենք եւ ունեցել ենք, դրա մասին է։ Որովհետև այս խնդրի հետ մենք ամեն օր բախվում ենք եւ շարունակելու ենք բախվել, բայց ինչ անել։ Հիմա կոնկրետ այս դեպքում ես կարծում եմ, այսօր նախարարի հետ մի թեթև խոսել ենք, չենք հասցրել քննարկենք, ես ընդհանրապես ասել եմ, որ այսպիսի բան անցնում մտքովս, որ մենք պետքա նախապատրաստական դասընթացներ անենք, այսինքն ոչ մեկի թույլ չտանք տնօրենի մրցույթի մասնակցի, միջև ինքը այդ դասընթացը չգնա, չսովորի, չավարտի եւ բան չստանա, սերտիֆիկատ չստանա, որ ինքը մենք միջև էս ինչ որ հավաստագրի մեխանիզմ ունեինք, հա, բայց կարևորը որ բան չլինի, վարորդական իրավունքի նման չլինի, կարևորը որ դա ռեալ լինի, որովհետեւ էլի եմ ասում, դպրոցի տնօրենը մենք այդ վատ պատկերացում է, որ լավ ուսուցիչը կարա լավ տնօրենը լինի, կարա իսկապես շատ լավ ուսուցիչ լինի, բայց չկարողանա լավ տնօրեն լինի, եւ կառավարումը բոլորովին ուրիշ բան է։ Չնայած ասում եմ, այս ամեն ինչի մասին մենք պետք է մտածենք ընդհանուր առմամբ կառավարման համակարգում։ Մենք ինչ ունենք անելու, որ ավելի լավ կառավարել սովորենք։ Մենք կառավարության անդամներս։ Ես երեք հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստի ժամանակ արդեն որ 3-րդ անգամ այդ հարցը բարձրացնում եմ։ Մենք հակակոռուպցիոն քաղաքականության ռազմավարությունը ընդունելիս ասել ենք, գրել ենք, ֆիքսել ենք, որ պետք է այդ թվում պետական կառավարման մարմիններում հակակոռուպցիոն դասընթացներ լինեն, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների համար։ Ես հարց եմ տալիս, քանի հատ այդպիսի դասընթաց են կարել։ 0, ոչ մի հատ։ Համենայն դեպս ինձ ոչ մեկ չի ասել, պարոն վարչապետ, կառավարությունում կամ վարչապետի աշխատակազմում sense դասընթաց է կազմակերպվում։ Կարող է դուք հետաքրքրված եք։ Ոչ մեկ չի ասել։ Եթե ասեն, ես կգնայի խելոք աշակերտի նման կնստեի, կլսեի ինչ են ասում։ Բայց ոչ մեկի մտքով չի անցել, որովհետև մենք ամեն ինչ գիտենք, մեր ինչին է պետք տենց բանը։ Մենք ամեն ինչ գիտենք, բա որ ամեն ինչ չգիտենք, ինչ գործ ունենք, որ հայտնվել ենք այս կբանում, այս դահլիճում, ուրեմն մենք ամեն ինչ գիտենք։ Բացարձակապես մեզով պետք է բան սովորացնի, մենք պետք է բան սովորացնենք։ Եվ սա այս դահլիճի, այս աթոռի տասնամյակների պրոբլեմն է։ Ես էլի չեմ հոգնի դա ասել, մի մարդ մոտավորապես
2000 քանի տարի առաջ ասելա ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ։ Եվ մինչև հիմա այդ մարդը փոթորկում է մեր մտքերը։ Իսկ մենք ասում ենք, մենք գիտենք, որ ամեն ինչ գիտենք։ Եվ դրա համար համենայն դեպս մտքերը չենք կարողանում փոթորկել։ Ցանկացած ուրիշ բան փոթորկում ենք, բայց մտքեր չենք կարողանում փոթորկել։ Հետևաբար իմ արձանագրումն էլ ըստ էության այս հարցը իհարկե կքննարկենք, բայց ես առաջարկում եմ, որ մենք դա արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունում խորը կադրային ճգնաժամ է։ Եվ 4 նախադասություն կամ 5 նախադասություն վարժ ասելու ընդունակությունը չի նշանակում բան գիտելիք, այո, չի նշանակում գիտելիք։ Նույնիսկ գիտելիք ունենալը չի նշանակում գիտելիք, որովհետև գիտելիք ունենալը մի բան է, գիտելիքը կիրառելը երկրորդ բանն է, գիտելիքը երրորդին փոխանցելը բոլորովին ուրիշ բան է։ Այդ մեր կրթության ոլորտում լավ է, որ դրանից եմ ես սովորել անկեղծ ասած, որ ատեստավորման եւ տարակարգի բաները, թեմաները, որ իմանալը ուրիշ բան է, փոխանցելը ուրիշ բան է։ Դրանք կարող են այնքան տարբեր բան, որովհետև կարող ես լիարժեք գիտելիք ունենալ, բայց չունենալ հմտություն այդ գիտելիքը փոխանցել դիմացինի մարդուն, հազար ու մի պատճառով։ Եվ մենք պետք է այս խնդրի հետ առերեսվենք, ու մենք չենք հասկանում, այդ թվում չենք հասկանում, ինչի է որ ոնց, այս դահլիճում որոշում ենք, ստորագրում ենք, հրամայում ենք, ձեռը խփում ենք սեղանին, հուշի բան տեղից չի շարժվում։ Բայց այդ ինչի՞ց է։ Սկզբից մտածում ենք սաբոտաժ է, կարա լինի սաբոտաժի էլեմենտներ։ Հետո մտածում ենք ուրիշ բան, հետո մտածում ենք երրորդ բան, հետո մտածում ենք չորրորդ բանը։ Դες մի հատ ման կա, լավ ստեղծագործություն կա, որ հեղինակին չեմ հիշի, կոչվում է կարծեմ ընթերցողը։ Մենակ վեպի վերջում է պարզվում, որ գլխավոր հերոսը կարդալ չգիտի։ Դրա մասին ֆիլմ էլ կա։ Այո։ Հեղինակը ով էր, կարող է հիշեք, հա։ Վեպի վերջում է պարզվում, որ գլխավոր հերոսը կարդալ չգիտի, դրա համար ինքը ուրիշին է խնդրում, որ իր համար գրքեր կարդան, բայց դա վեպի այդ մեր որոշումը չի կատարվում, որովհետև ոչ մենք նորմալ կարդալ գիտենք, ոչ էլ նրանք նորմալ կարդալ գիտեն, ում հանձնարարում ենք, ոչ էլ նրանք նորմալ կարդալ գիտեն, ով պիտի այդ ամեն ինչը իրականացնի։ Ասածս կարա չափազանցություն թվա, բայց կներեք, եթե չափազանցություն թվա, այդ ֆունդամենտալ խնդրեմա է այդտեղը։ Երբ որ մենք չենք կարողանում ախտորոշել մեր խնդրեմը։ Եվ պատահական չի, որ այն մարդը, որը 4 նախադասության մեջ 13 սխալ գրում է, կարող է հիմա ինքը խորանանք, ինքը 50 ուրիշ պաշտոնյայի անուն տա, իր ճանաչած, որ մի այդքան էլ սխալներ իրանք են անում այդ նույն տեքստի մեջ։ Ու կարա պարզվի սա իրականություն է։ Եվ հետևաբար եկեք ես առերեսվենք այս խնդրի հետ, բայց ես առաջարկում եմ Տիկին Անդրեասյան այդ թեման մի հատ քննարկել, որ մենք ուղղակի մարդկանց օգնենք, որովհետև հա եկանք ասցինք 100-ից այսքանը այսպիսին է, այնքան է, այնպիսին է, մենք էլ այսպիսին ենք, բայց նիհիլիզմի մեջ կընկնենք, այն ժողովուրդ ջան։ Դες նիհիլիզմի, հուսահատության, դեպրեսիայի մեջ կընկնենք։ Պետք է օգնենք իրար, իրանք մեզ պետք է օգնեն, մենք էլ իրանց պետք է օգնենք։ Պետք է խնդրենք, աղաչենք, բացատրենք, ներողություն խնդրենք, ինչքան պետք է, բայց պետք է ասենք, պետք է այս ճանապարհով գնանք, ժողովուրդ ջան, ուրիշ ճար չկա, որովհետև մեր երեխեքին ենք վստահում։ Մենք երեխեքին ենք վստահում։ Հետո գնում ենք բանակին ենք ասում, ես ես բանակում էդ էլ հնդածս ես հասկանում, բանակում ինչը լնում է, բոլորս հարձակվում ենք պաշտպանության նախարարության վրա, հա լավ 1, 2, 3, 4, 10, հետո երբ որ ուսումնասիրում ես, կարդում ես, հետազոտություն ես պատվիրում, հարցում ես, մեկ էլ ասում ես մի րոպե, բայց այս խնդիրներից ոչ մեկը բանակում չի ձևավորվել, ոչ մեկը, այդ բոլոր խնդիրները քաղաքացիական կյանքից սենց կտոր գալիս են
Միտեղ են puzzle-ի կտորները միտեղ հավաքվում են եւ puzzle-ը հավաքվում է։ Շատ པարզ տրամաբանությամբ, շատ པարզ պատճառաբանությամբ, ու մենք սա չենք հասկանում։ Գնում ենք, ասում ենք, «Էս անենք բանակում անել արդեն ուշ է, ժողովուրդ ջան»։ Բանակում էլ չենք կարող բան անենք, պետք է մանկապարտեզում ու դպրոցում անենք։ Բուհում պետք է անենք։ Բանակում էլ իր հերթին, սա չի նշանակում, որ այնտեղ, բայց իրականում տենց է։ Իրականում տենց է, ես մի անգամ բանի ժամանակ կառավարության նիստի ժամանակ կարծեմ խոսեցի դրա մասին, համենայն դեպս նախարարին ես մեր դպրոցականների իմացությունը այո, բայց ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածության մակարդակը, հոգեբանական պատրաստվածության մակարդակը։ Դեպքեր ա լինում, չէ՞ որ ուզում ենք հասկանանք, լավ, ինչի է այդ ամեն ինչը տեղի ունեցել։ Ինչի է տեղի ունեցել։ Եվ հասկանում ես, որ մեր երեխաները դպրոցից դուրս են գալիս հոգեբանական պատրաստություն չունենալով, կյանք են մտնում հոգեբանական պատրաստություն չունենալով։ Հոգեբանորեն թույլ լինելով, թույլ կամքով։ Դե եկեք չասենք սա։ Եկեք չասենք սա, բայց ինչքան կլինի չասել սա։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, իրոք ավելի լավ է այդ խնդիրները ձևակերպել ու հասկանալ, որ այս իրավիճակ ունեն, որպեսզի կարողանանք նաև լուծումների գնալ եւ ճիշտ է, որ այստեղ աջակցության կարիք կա ու մենք մի փորձնական ծրագիր ենք արդեն մի քանի ամիս է մեկնարկել, ընտրել ենք 60 հոգի, որոնք մեր գործընկերների հետ համատեղ անցնում են առանձին դասընթացների շարք, որը պետք է օգնի ավելի լավ պատրաստվել եւ այդ պիլոտային ծրագրի ամփոփումից հետո նաև կհասկանանք, թե ինչ բովանդակության դասընթացներ պետք է հնարավոր դարձնենք դպրոցի տնօրենների հավակնորդների համար, որպեսզի վերջիններս նաև կարողանան պատրաստվել դպրոցը կառավարելուն, չնայած պետք է ցավով ասեմ, որ իրականում մենք այդ խնդիրը նկատում ենք ոչ միայն այն մարդկանց մոտ, ովքեր որ նախկինում դպրոցի տնօրեն չեն եղել եւ հիմա դիմում են այդ պաշտոնի համար, այլ նաև մարդկանց մոտ, ովքեր որ մեկ շրջափուլ, որը 5 տարի է կամ 2 շրջափուլ կամ ավել աշխատել են որպես դպրոցի տնօրեն, բայց սա նաև օբյեկտիվ հիմնավորվածություն ունի, պարոն վարչապետ, սա կուզեմ ընդգծել, որտեվ մեր պահանջները դպրոցի տնօրենից նախկինում եղել է թե վարչատնտեսական, թե բովանդակային։ Եվ քանի որ ինչպես դուք նշեցիք, մեր դպրոցական շենքերի մեծ մասը գտնվում են մեղմ ասած ոչ բարվոք վիճակում, այդ մարդկանց զգալի մասը, նաև իր աշխատանքի զգալի մասը նվիրել է հենց դպրոցի շենքի, գույքի, ամենատարրական այսպիսի հարցերի լուծման ու բովանդակային հարցերով զբաղվելու ժամանակ հաճախ չի մնացել։ Ու մեր այս փոփոխությունը վարչատնտեսական կառավարումը տարանջատել բովանդակային կառավարումից ըստ էության նոր պահանջ է առաջադրել նրանց համար, որ պիտի կենտրոնանան արդեն պետությունն ասել է շենքի եւ գույքի հարցը ես հոգում եմ եւ դա առանձին նաեւ հետո շահագործման պահպանման հարցերն եմ կարգավորում եւ այս մարդիկ հիմա պետք է ընդամենը կրթության որակի ու բովանդակության համար պատասխանատու լինեն, ինչը իրենց համար էլ նոր է։ Եվ պարզ է, որ այս համակարգում մենք ժամանակի կարիք ունենք, որ դա տեղի ունենա, բայց մի բան էլ կուզեի ընդգծել, հիմա մեր վրա նաև կա որոշակի այդ թվում հանրային ճնշում, որ ձեր նշած ցուցանիշներն են, այսինքն որ ըստ էության 100-ից 5-ն է, որ անցնում է այս գործընթացով, բայց շատ կարևոր է, որ մենք պահանջները չնվազեցնենք դրա արդյունքում, այլ կարողանանք այդ կարողությունների զարգացման բերել այդ կառավարման մակարդակին։ Շնորհակալություն։ Տիկին Անդրեասյան, այստեղ շատ կարևոր հանգամանք կա, որ ել եմ ասում մենք որպես կառավարություն տվյալ դեպքում ուսուցչի կեցվածք պետքա չընդունենք։ Մենք ուսուցիչ չենք, մենք բան չենք, մենք վարժապետ չենք, մենք ծառայություն ենք իրականացնում եւ մենք ընդհանրապես լավ կլինի, որ այս իրողությունները արձանագրելով բոլորս մեր հանրապետությունում ելնենք հետևյալ իրողությունից։ Մենք գիտենք, որ ոչինչ չգիտենք եւ սկսենք կառուցել սրա վրա,
որպեսզի մարդկանց մոտ դիմադրություն չառաջանա, որ այս եկել են մենք ես այսքան տարվա մանկավարժ եմ, եկել են ինձ սովորեցնում են։ Ոչ մեկին ոչի բան չի սովորեցնում։ Մենք առաջին հերթին ինքներս ենք ուզում սովորել եւ պետքա սովորենք։ Եվ ամոթ բան չկա, ելի եմ ասում։ Այո, մենք ավտոմեքենա վարելուց, գալիս է տարվա վերջում աղմուկա։ Այս ոստիկանուց սա ձախողել են, այսքան վթար կա, այսքան զոհ կա։ Ոչ մեկ չի ասում, Ժողովուրդ ջան, իսկ մենք ավտո քշել գիտենք։ Դե եկեք գնանք բան անենք։ Հիմա կներեք, մենք որ տարբեր տեղերում ատեստավորում ենք անում, չէ, ճիշտ ենք անում։ Ուզում ենք որակավորումը ստուգենք։ Դե եկեք ասենք, դե որ ուրեմն մեր մոտ sense մեծ հանրային խնդրեմ է եւ այո անվտանգության խնդրեմ է, մեր երկրում վթարների մեծ քանակը եւ զոհերի մեծ թիվը, եկեք վարորդների ատեստավորում անենք։ Շատ լավ արդյունքներ կունենանք, երթևեկությունը կսկսենք ոտով քայլել նախ, առողջ ապրելակերպի կանցնենք, համաձայնեք։ Ես այդ բանը, այդ ընդհանրապես էլ է շատ մեծ ֆունդամենտալ խնդրեմ, որը մեկը կառավարության պատասխանատվությունը չի կարող նսեմացնել, հարցը այդ չի։ Կառավարությունը ամեն ինչի միշտ ամեն ինչի պատասխանատուն է։ Բայց մարդը բանը անում, խմում գնում է պատին տալիս է, 7-8 հոգի զոհվում է, դուրս է գալիս, ասում է, այսի երկիր չի ընդհանրապես։ Էս ի՞նչ է զոհերի թիվը, էս ինչքան հասավ ստեղ։ Լավ, սեն չի լինի, Ժողովուրդ ջան։ Որովհետև եթե մեր պատասխանատվությունն է, ուրեմն պետք է փագենք, ասենք չեք քշում, որովհետև 90%-ը հարցում անենք, էլի այդ արդյունքը կստանանք, երեք այդպես խումբեր, լավ 80%-ը, լավ 60, լավ 40, լավ 50 Բայց պետք է առերեսվենք, չի կարելի, մենք անընդհատ այդ կեղծիքի մեջ ենք, անընդհատ։ Սա ֆունդամենտալ իրողություն է մեզ համար, մենք անընդհատ այդ կեղծիքի մեջ ենք։ Մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են, համատարած մարդիկ ղեկին նստում են դրա իրավունքը չունենալով, որովհետև ունեն ոչ թե կեղծված են, այլ կեղծ են։ Այն կեղծվածներն էլ հլա իրանց հերթին, կեղծվածների խնդիրն էլ առանձին կա, բայց նույնիսկ չկեղծվածները կեղծ են։ Ստեղ է մեր խնդրեմը։ Եվ տենց շղթայական ամեն ինչը։ Ու պետք է հասկանանք, այսինքն հասկանալու ձևը էս է։ Մենք հլավոր բան ենք անում, այն ժամանակ հլը նոր եկել ենք սենց տառապելով, որ չենք կարող հարցը լուծենք, եկել ենք այս եզրակացության։ Բա պատկերացնեք, մենք սկսենք այս եզրակացությունից։ Մենք հենց այդ կանխաբարկածով ենք եղել, որ այդտեղ պետք է զգուշ լինել, բան չլինել եւ այլն, բայց իրողությունները լրիվ ուրիշ բան են ցույց տալիս։ Եվ պետք չի ուրիշների մասին խոսել, ուրիշներին նեղացնել, հա արձանագրենք, որ բոլորս այս նույն տրամաբանության մեջ ենք, պլյուս մինուս մի քիչ, բայց միջին վիճակագրորեն բոլորս այս նույն տրամաբանության մեջ ենք։ Ինչ ուրիշների հիմա ասում ենք, մեզ էլ է վերաբերվում, մեզնից յուրաքանչյուրին էլ է վերաբերվում, եթե տենց չառաջնորդվենք, ոչ մի բան էլ չի ստացվի։ Խնդրեմ, կան այլ մտքեր։ Ըստ այդմ առաջարկում եմ հարց դնել քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է,